Պարոն Նավասարդյան, Հայաստանում էր Եվրոպական միության հարևանության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հանդիպում եղավ արտգործնախարարի հետ եւ այդ հանդիպման ընթացքում ասվեց, որ Հայաստանի եւ Եվրամիության միջև բանակցությունները նոր շրջանակային փաստաթղթի շուրջ կավարտվեն հաջորդ տարի, մինչդեռ կային տեսակետներ, որ արդեն այս տարվա վերջում բանակցությունները կավարտվեն եւ մենք ունենանք ստորագրված փաստաթուղթ եւ նախքան այդ էլ նշվում էր, որ հիմնական մասը արդեն բանակցված է, քանի որ նման է ասոցիացիան համաձայնագրի քաղաքական հատվածին։ Նախ դուք ինչ-որ միտում տեսնում եք այս ձգձգումների հետ կապված բանակցությունների եւ վերջնական փաստաթուղթն ըստ ինչ տեսք կունենա։ Ես կարծում եմ, որ այսօր Եվրամիությունը կարիք ունի իր հավակնությունները ձևակերպելու եւ որոշելու։ Եվ դա բնականաբար որոշ չափով պայմանավորված է ԱՄՆ-ում ավարտված ընտրություններում նոր նախագահի իր աշխատասենյակը զբաղեցնելու հետ եւ քանի որ դա տեղի կունենա միայն հունվարին եւ միայն այն ժամանակ կհստակեցվի ինչպիսին են ԱՄՆ Եվրամիություն հարաբերությունները, ինչքանով ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Եվրամիության աշխարհաքաղաքական պլաններին եւ նախաձեռնություններին եւ այդ թվում է բնականաբար նաեւ արևելյան գործընկերությունը, որտեղ հիմնական հարցը իհարկե Ուկրաինայի հարցն է եւ քանի որ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով այլևս միայն Եվրամիությունը պիտի զբաղվի եւ ԱՄՆ-ի աջակցությունը այստեղ կարող է եւ չլինել, բնականաբար դա որոշ շտկումների անհրաժեշտություն է առաջացնում, որքանով Թրամփը այդ իր մոտեցումները նաեւ պրակտիկ գործողությունների կվերացի եւ դա ինչ է նշանակում Եվրամիության ակտիվության առումով։ Այնպես որ դա ուկրաինական հարցը բնականաբար անդրադառնալու է նաեւ ամբողջ արևելյան գործընկերության վրա, թեև վերջին ժամանակներում Եվրամիությունը հստակ հայտարարում է, որ կրճատում է բազմակողմանի ձևաչափը արևելյան գործընկերությանը եւ կենտրոնանալու է երկկողմանի հարաբերությունների, այսինքն ամեն մի երկրի հետ այն չափով, որքանով այդ երկիրը պատրաստ է եւ կարող է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, ըստ դրա նաև կլինեն զարգացումները, բայց ամեն դեպքում ազդեցություն ակտիվության առումով Եվրամիության լինելու է։ Ես չէի կարևորի Յոհաննես Հանի այցը Հայաստան հենց Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հետ, քանի որ այցը կոնկրետ նպատակով էր, Երևանում անցնում էին ոչ պաշտոնական հանդիպումներ, որոնք տարին երկու անգամ են լինելու արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների եւ այցը հիմնականում նվիրված էր այդ միջոցառմանը մասնակցելու եւ համապատասխան Եվրամիության նախաձեռնություններ ներկայացնելու եւ հիմնական խնդիրը հենց ինովացիաների ոլորտում Եվրամիության աջակցությունն է արևելյան գործընկերության երկրների ամբողջությամբ այդ նոր ռազմավարության իրականացումն է եւ չեմ կարծում, որ մեր շրջանակային պայմանագրի վերաբերյալ ինչ որ կարևոր հարցեր էին լուծվում։ Մի այսպիսի տեսակետ կար, որ նախկինում, երբ քննարկվում եւ բանակցվում էր ասոցիացիան համաձայնագիրը, մեր իշխանությունները դա քննարկեցին, այսպես անցկացրեցին նաեւ նախագահական ընտրությունները, որը Եվրոպայի կողմից նաեւ հավանության արժանացավ եւ հիմա էլ հնարավոր է իշխանությունները նման մի քայլի դիմեն, անցկացնելով խորհրդարանական ընտրությունները, նորից ստանալով Եվրոպայի աջակցությունը եւ հավանությունը այդ ընտրությունների արդյունքում եւ վերջնական արդյունքում նորից հետ կանգնել եւ չստորագրել փաստաթուղթը մեջ բերելով նորից գուցե Ղարաբաղյան հիմնահարցը, գուցե Ռուսաստանի ճնշումները, ինչ է կարծում, կա արդյոք այս դեպքում այդպիսի հեռանկար, թե չունի այս փաստաթուղթը նման կարեւորություն նաեւ։ Ես հակառակ կողմից կմոտենայի հարցին, հենց շրջանակային համաձայնագիրը կարող է կախված լինել մեր խորհրդարանական ընտրություններից եւ ոչ թե հակառակը։ Այսօր Հայաստանում եւ ներքին քաղաքական իրավիճակը այն չի եւ արտաքին հարաբերությունները այն չեն, որ Եվրամիության հետ հարաբերությունները ինչ որ ազդեն խորհրդարանական ընտրությունների վրա, բայց բնականաբար խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որքանով նրանք ժողովրդավարական լինեն, թափանցիկ լինեն, արդյունքները անկալելի լինեն հասարակության համար, դա կազդի նաև
որոշ չափով պատրաստակամության վրա Եվրամիության խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այսինքն կապը ես հակառակ կողմից եմ մոտենում, այն ինչ որ դուք ասում եք, դա ավելի շատ դավադրությունների տեսության ոլորտից է, բայց կարծում եմ պրակտիկ կյանքը այլ բաներ է հուշում այս առումով։ Եթե իրոք Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերությունները, ապա պիտի անի ամեն ինչ, որպեսզի ընտրությունները անցնեն այնպես, որ Բրյուսելի համար դա դժվար քաղաքական որոշում չլինի Հայաստանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրել, որտեղ պարզ է, եթե մենք ունենանք իրադարձություններ, Աստված չտա իհարկե, ինչպես ունեցել ենք 2008 թվականին, ապա զուտ քաղաքական որոշում կայացնել եւ Հայաստանի հետ ստորագրել հավակնոտ, քիչ թե շատ հավակնոտ շրջանակային պայմանագիր Եվրամիությունը պատրաստ չի լինի, կամ ոչ բավարար պատրաստակամություն կունենա։ Արդյոք այս փաստաթուղթը կունենա այնչափ կարևորություն, որ Ռուսաստանը նորից, ասենք, նախանձով վերաբերվի, գուցե ճնշումների ենթարկի Երևանին, թե շատ է նշվում, որ քանի որ չկա տնտեսական այսպես խորացված բաղադրիչ եւ ըստ էության այս փաստաթուղթը չի հակասելու մեր պարտավորություններին Եվրասիական տնտեսական միության առաջ, Ռուսաստանին գուցեև ինչ որ չափով ձեռնտու լինի։ Չեմ կարծում, որ որևէ պայմանագիր, համաձայնագիր Եվրամիության եւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ Ռուսաստանի համար ձեռնտու լինի։ Չեմ կարծում։ Կարծում եմ ամեն դեպքում դա ոչ թե անվտանգության, քաղաքական հարաբերությունների կամ տնտեսական զարգացման խնդիրներ են, որքան սիմվոլիկ խորհրդանշական նշանակություն ունեցող քայլ են։ Ռուսաստանը շահագրգռված չի, որ իր գործընկերները որևէ այլ խոշոր կառույցի հետ ունենան սերտ հարաբերություններ։ Եվ եթե կարողանում է խանգարել այդպիսի զարգացումներին, խանգարում է, ինչպես խանգարեց 2013 թվականին, կարծում եմ ոչ պակաս ակտիվությամբ կանի նաև այսօր։ Մանավանդ որ Ռուսաստանը ավելի ու ավելի քիչ նշանակություն է տալիս Եվրամիության հետ իր հարաբերություններին, այսինքն դա կնշանակի, որ նաև գործընկերների համար չի ցանկանա այդպիսի հեռանկար։ Ռուսաստանը կարծում եմ այս մոտակա ամիսներին ավելի շատ կենտրոնացված է լինելու հենց ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունների հստակեցմանը, քան որևէ քայլեր Եվրամիության ուղղությամբ եւ իր գործընկերների Եվրամիության հետ հարաբերությունների ուղղությամբ։ Պես որ մանավանդ որ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ակտիվորեն մեծացնում է իր ներկայությունը Հայաստանում ռազմական տեսակետից առաջին հերթին, եւ դա նշանակում է, որ եթե այդպիսի հզոր ռազմական ներկայացվածություն կունենա Ռուսաստանը Հայաստանում, ինքը չի ցանկանա, որպեսզի Երևանը ունենա նաև ինչ-որ այլընտրանքային կապեր եւ այլընտրանքային հարաբերություններ, ինքնուրույն քայլեր իրականացնի, այսինքն վերահսկողությունը Հայաստանի արտաքին քաղաքականության դառնալու է շատ ավելի կարևոր Ռուսաստանի համար, քան մինչև այսօր էր նույնիսկ։ Իսկ այդ չցանկանալու, պարոն Նավասարդյան, ինչպես կարտահայտվի նախորդ անգամ զենքի վաճառքներ խոշոր ծավալներով Ադրբեջանին, այս անգամ նմանատիպ գործարքներ կարող են լինել, մանավանդ սրացող այս հակամարտության։ Դե գիտեք, լծակները Ռուսաստանի բազմաթիվ է, դա ոչ միայն զենքի վաճառքն է Ադրբեջանին, դա եւ էներգակիրների մատակարարումն է Հայաստանին, դա եւ հայ ազգի Ռուսաստանի բնակիչներն են, շատերը, որոնցից շատերը Ռուսաստանի քաղաքացի չեն եւ գտնվում են որպես աշխատանքային միգրանտներ։ Պես որ լծակները բազմաթիվ են, թե որ մեկը Ռուսաստանը ինչպես կօգտագործի, դա պահը կթելադրի, ամեն դեպքում մենք հասկանում ենք, որ Ռուսաստանի թելադրանքը շատ մեծ նշանակություն կունենա, որքանով ճկուն կգտնվի մեր արտաքին քաղաքականությունը, մեր ղեկավարությունը, որպեսզի կարողանա խուսափել կոշտ թելադրանքից, դա արդեն այլ հարց է։ Իսկ իշխանության պահպանման խնդիրը, որովհետև մենք ունենք նաև ոչ պակաս իշխանություններից Ռուսաստանի հետ գործակցող ընդդիմություն, թե խորհրդանում, թե խորհրդանից դուրս եւ մանավանդ ընտրություններից առաջ սա կարող է առիթ հանդիսանալ Մոսկվայի համար նոր գործընկերներ փնտրելու առումով։
Դե ինչպես եւ 2013 թվականին այսօր էլ իշխանության պահպանման հանգամանքը ինքը ոչ պակաս կարևոր դերակատարություն ունի հայ-ռուսական հարաբերություններում, քան գազը, զենքը եւ մեր հայրենակիցներն են Ռուսաստանում, պես որ պարզ է, որ դա կիրառվելու է նաև այսօր եւ նույնիսկ անհրաժեշտ չի դրա համար որպես այլընտրանք տեսնել անդիմադիր որևէ քաղաքական ուժին Հայաստանում իշխանության գալու առումով, այլ հենց իշխանության ներսում Ռուսաստանը հեշտությամբ կգտնի այլընտրանքային գործընկերներ, մանավանդ որ մեզ մոտ սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարման համակարգը կտրուկ փոխվում է եւ ասենք հնազանդ գործընկեր իշխանական շրջանակներում Ռուսաստանի շատ ավելի հեշտ է լինելու գտնել։